Ողջույն սիրելի բարեկամներ։ Մարդու թոքերը ամեն օր շնչում են ոչ միայն թթվածին, այլ նաև փոշի, ծուխ եւ այլ վնասակար նյութեր։ Երբեմն զգացվում է, որ շնչառությունը դժվարացել է, հատկապես եթե ապրում եք մեծ քաղաքներում։ Թոքերի մաքրումը օգնում է ավելի լավ շնչել, ունենալ ուժեղ իմունիտետ եւ նույնիսկ բարձրացնել էներգիան։ Ինչը կօգնի թոքերը մաքրելուն։ Նախ ամենակարևոր քայլը պետք է դադարեցնել ծխելը։ Եթե ծխում եք, թոքերի մաքրումը անիմաստ կլինի։ Պետք է խմել շատ ջուր։ Ջուրը օգնում է մարմնին դուրս բերել լորձը եւ տոքսինները։ Ամեն օր նորմալ ջուր խմելը թոքերը մաքրում է ներսից աստիճանաբար։ Պետք է կատարել շնչառական վարժություններ։ Օրինակ խորը ներշնչել, պահել շունչը մի քանի վայրկյան, հետո դանդաղ արտաշնչել։ Այսպիսի վարժությունները ուժեղացնում են թոքերը։ Մեկ այլ լավ եղանակ կա՝ տաք գոլորշիի շնչում։ Դրա համար կարող եք եռացրած ջրի վրա ավելացնել մի քանի կաթիլ էվկալիպտի կամ անանուխի յուղ։ Ծածկեք գլուխը սրբիչով եւ շնչեք գոլորշին 5-ից 10 րոպե։ Սա օգնում է մաքրել լորձը թոքերից եւ թեթևացնել շնչառությունը։ Օգտակար է նաեւ կանոնավոր մարզվելը, քայլելը, հեծանիվ քշելը կամ թեթև վազք անելը։ Մարզանքները մեծացնում են թոքերի ծավալը եւ արագացնում են մաքրման գործընթացը։ Սնունդը նույնպես կարևոր դեր ունի։ Օգտագործեք շատ մրգեր եւ բանջարեղեն, հատկապես սխտոր, կոճապղպեղ, խնձոր եւ նուռ։ Այս մթերքները հակաբորբոքային եւ մաքրող հատկություններ ունեն։ Թարմ օդում ժամանակ անցկացրեք։ Եթե հնարավոր է գնացեք բնության գիրկ։ Հեռու մնացեք փոշուց եւ քիմիական նյութերից։ Եթե աշխատում եք փակ տարածքներում, հաճախ օդափոխեք սենյակը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք տնային բույսեր ունենալ, որոնք մաքրում են օդը։ Թթվածնով հագեցած մաքուր օդը կենսական նշանակություն ունի թոքերի առողջության համար։ Սպիտակուցով հարուստ եւ բալանսավորված սննդակարգը նույնպես շատ է օգնում վերականգնել թոքային հյուսվածքը։ Ցանկացած մաքրում ժամանակ է պահանջում։ Այս գործընթացը կարող է տևել օրեր կամ նույնիսկ շաբաթներ։ Բայց եթե համբերությամբ հետևեք այս խորհուրդներին, արդյունքը տեսանելի կլինի։ Թոքերի առողջությունը հիմնարար է կյանքի որակի համար։ Գոլորշու ներշնչումը կամ հինգալացիան բացում է շնչառական ուղիները, նպաստում է լորձի ջրիկացմանը։ Շնչուղիների հիվանդություններ ունեցող մարդիկ թերևս նկատել են, որ իրենց ախտանշանները սրվում են սառը եւ չոր օդի դեպքում։ Իսկ գոլորշին տաքացնում եւ խոնավացնում է օդը, բարելավելով շնչառությունը։ Գոլորշու ներշնչումը շնչուղիների մաքրմանը եւ շնչառության բարելավմանը նպաստող միջոց է, սակայն դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որոնք կպարզեն, թե որքանով է գոլորշու թերապիան օգտակար թոքերի առողջության համար։ Կատարեք վարժություններ պառկած դիրքով։ Պառկած դիրքով իրականացվող շնչառական այս վարժությունները նույնպես նպաստում են թոքերից լորձի դուրսբերմանը։ Վարժություն մեջքի վրա։ Պառկեք մեջքի վրա հատակին կամ մահճակալին։ Ազդրերի տակ բարձ դրեք այնպես, որ կրծքավանդակը ազդրերից ցածր լինի։ Դանդաղ ներշնչեք քթով եւ արտաշնչեք բերանով։ Արտաշնչելը պետք է 2 անգամ ավելի երկար տևի, քան ներշնչելը։ Կրկնեք շնչառական այս վարժությունը մի քանի րոպե։ Վարժություն կողքի վրա։ Պառկեք կողքի վրա, գլխի տակ ձեր ձեռքը կամ բարձ դնելով։ Ազդրերի տակ բարձ դրեք եւ կրկնեք 1-2 հարաբերակցությամբ շնչառությունը մի քանի րոպե։ Այնուհետև վարժությունը կրկնեք մյուս կողքի վրա թեքվելով։ Վարժություն որովայնի վրա։ Հատակին բարձր դրեք եւ որովայնով պառկեք այդ բարձերի վրա այնպես, որ ազդրերը կրծքավանդակից բարձր լինեն։ Ձեռքերը դրեք գլխավերևում։ Կատարեք 1-2-ի հարաբերակցությամբ շնչառական վարժությունը մի քանի րոպեի ընթացքում։ Շնչուղիների բորբոքումը դժվարացնում է շնչառությունը եւ կարող է կրծքավանդակում ծանրության զգացում առաջացնել,
Հակաբորբոքային ազդեցությամբ առանձնացող մթերքների օգտագործումը կարող է նվազեցնել բորբոքումը և թեթևացնել ախտանշանները։ Օգտագործեք լոլիկ, կանաչեղեն, հատապտուղներ, բալ, կեռաս, ձիթապտուղ, ընդեղեն, լոբազգիներ, ոսպ, քրքում և այլն։ Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարող են նվազեցնել բորբոքային գործընթացները։ Այդ միացությունները կարող են նաև պաշտպանել թոքի հյուսվածքը ծխախոտի ծխի բացասական ազդեցությունից։ Հետազոտությունների արդյունքներով մարդիկ, որոնք օրական 2 բաժակ կանաչ թեյ են խմել, թոքերի ավելի լավ վիճակ են ունեցել, քան նրանք, որոնք կանաչ թեյ չեն օգտագործել։ Ֆիզիկական կանոնավոր վարժությունները ընդհանուր առմամբ բարելավում են մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությունը, նվազեցնելով տարբեր հիվանդությունների զարգացման վտանգը, այդ թվում թոքերի։ Վարժությունների շնորհիվ շնչառությունը արագանում է, հագեցնելով մկանները թթվածնով, արագանում է նաև արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը արդյունավետորեն հեռացնում է ածխաթթու գազը։ Սակայն ֆիզիկական վարժությունները կարող են դժվար տրվել թոքերի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ուստի նախապես անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, ընտրելու համար ակտիվության այն տարբերակը, որը առավել նպատակահարմար կլինի ձեզ համար։ Կոճապղպեղը օգնում է բրոնխիալ խնդիրների դեպքում և վերացնում է թոքերի ավելորդ տարրերը։ Այն ունի նաև հականեխիչ և հակաբակտերիալ հատկություններ։ Այս միջոցը նույնպես օգնում է թոքերի մաքրմանը։ 2 թեյի գդալ քրքում, 1 փոքր շերտ կոճապղպեղ, 1 լիտր ջուր, 400 գրամ սխտոր, մաքրած կտրատած, 100 գրամ շաքարավազ։ Ջուրը նախ պետք է տաքացնել, ապա ավելացնել շաքարավազը։ Երբ ջուրը սկսի եռալ, կարելի է ավելացնել նաև մյուս բաղադրիչները, 5 րոպե թողնել կրակին, որ եռա, և վերցնել կրակից։ Սառչելուց հետո կարելի է օգտագործել 2 ճաշի գդալ ամեն առավոտյան դատարկ ստամոքսին և 2 ճաշի գդալ երեկոյան ուտելուց հետո։ Խառնուրդը պետք է պահել սառնարանում։ Առողջ եղեք սիրելի բարեկամներ, չմոռանաք հավանել տեսանյութը և կիսվել ձեր ընկերների հետ։